ուրա իմ iPhone-ը։ Կրթական բլոգեր Սոֆիա Էլիզբարյանի վերջին հրապարակումը մեծ արձագանք է ստացել համացանցում եւ կրկին մտահոգություններ է առաջացրել միջազգային առաքումների անվտանգության հարցում։ Ըստ նրա, Apple-ի պաշտոնական հարթակից պատվիրված iPhone-ը հասել է նրան դատարկ տուփով եւ պաշտոնական գրությամբ, որում նշվում է սարքը տեղ չի հասել։ Ոնց է կինը հանում մի հատ մեծ խուրձ ապրանքներից դատարկ բացած կարտոնի տուփ, որտեղ չկա իմ հեռախոսը։ Իմ հարցին թե ուր է իմ հեռախոսը, եթե ես պատվիրել եմ Apple-ի օֆիցիալ կայքից, իրանք ասում են մենք չգիտենք, ինքը տենց միջանկյալ տարածքում միջև մեր պահեստ հացնելը կորել է, իսկ իմ հարցին թե ով է պատասխանատու, որովհետև Apple-ը ուղարկել է ինձ իր հեռախոսը, իրանք ասում են մենք պատասխանատու չենք դրա համար։ Հանրայնացված տվյալների համաձայն բլոգերը պատվերը կատարել է անմիջապես Apple-ից, սակայն երբ ծանոթը հասել է ԱՄՆ-ում գտնվող միջնորդ պահեստ Onyx, պարզվել է, որ տուփի մեջ հեռախոս չկա։ Onyx-ից ստացված պաշտոնական նամակում ասված է. «Սույն նամակով տեղեկացնում ենք, որ ԱՄՆ պահեստ ստացված ձեր առաքանին եղել է դատարկ»։ Սոֆին ներկայացրել է նաև տեսանյութ, որտեղ հստակ երևում է տուփի բացման գործընթացը։ Բացի փաստաթղթերից եւ դատարկ տարածությունից այլ ոչինչ չկա։ Բլոգերը հայտնել է, որ պատասխանատվությունից խուսափելը ամենացավալի հանգամանքն է։ Երբ փորձ է արվել պարզել մեղավորներին, ստացվել է անորոշ պատասխան։ Սարքը կորել է միջանկյալ տեղում։ Սա փաստացի նշանակում է, որ վաճառողը եւ ներքին առաքման համակարգը չեն ցանկանում պատասխանատվություն կրել տեղի ունեցածի համար։ Onyx ընկերությունը արձագանքել է խնդրին եւ փորձում է լուծում գտնել։ Հաշվի առնելով, որ պահեստը փաստել է դատարկ տուփի փաստը ստացման պահին, սա կարող է հիմք հանդիսանալ հետագա հետաքննության համար։ Սոֆին նաև հայտնել է, որ պլանավորում է դիմել ԱՄՆ-ի ոստիկանություն իր փաստաբանների հետ իր իրավունքները պաշտպանելու համար։ Դե ինչ, մնացեք մեզ հետ, որպեսզի տեսնենք հետագա զարգացումները։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։